Հայաստանի Հանրապետության տարածքում էին ադրբեջանցիներ, նրանք գնացել էին Ամասիա, Գյումրի եւ մարդկանց ասում էին, որ դա իրենց պատմական հողերն է, որ իրենք վերադառնալու են մի քանի վայրկյան նվագյալ կադրերից։ Եվ ասում են, որ պետք է վերադառնան Հայաստան, քանի որ սա իրենց պատմական հայրենիքն է։ Բայց քանի 100,000 հայ պետք է վերադառնան Ադրբեջան եւ ինչի անում Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Դե ինչ, բոլորս էլ այս վերջի ժամանակները տեսնում եք, որ ադրբեջանցիները արդեն ազատ գալով Հայաստան, արդեն ազատ մայր Հայաստանում իրենք շարժվելով տարբեր տեղեր, տարբեր տարածքներում իրենց անվանումների փոխարինելով, որ սա հայկական չի, դա ադրբեջանական տարածքներ է, որ մենք հեսա մոտակա ժամանակները կվերադառնանք մեր պատմական հայրենիքը, այս մեկ է մյուսը, ու գիտեք, այդ որ հետ գանք այս ներկայաշխանության պահվածքը, այդ ներկայաշխանության այդ աստիճանի իր սեփական ազգի ստորացման, սեփական ազգի դավաճանման հիման վրա արդյունքները այսենց ալնելու։ Ադրբեջանցին երկար է ժամանակներ, դուք որտեղ եք տեսել ադրբեջանցու դեմք։ Արցախը լինելով հայկական այն ժամանակահատվածը մի ադրբեջանցի կամ մի տարածքում կամ ընդհանրապես որ տեսած կաք ադրբեջանցին սենց համարձակ գա, կաղնի, խոսա ու դա էլ անվանելու իր հայրենիքը, իր պատմական հայրենիքը։ Սա ինչ է նշանակում ժողովուրդ։ Սա այն նրա մասին է, որ ներկայաշխանությունը իրեն նոր տված խոստումները կամ նոր տված այդ հույսն հավատը ամբողջովին տանում է մեզ մեծ աղետի առաջ կայնեցնելու։ Ինչի վրա եմ ասում այս բառը աղետի հետ կապված։ Ադրբեջանցիների ստեղ հայտնվելը սա էլի պայմանավորվածության ինչ որ բան է, ձևակերպում է, ինչ որ մոտեցման փորձելով, որ ստե հանրության արդեն մի անգամ, երկու անգամ գալով, գնալով ցույց տան, որ արդեն մեր հանրությունը ընդունում է, կամ մեր հանրությունը արդեն դեմ չի, կամ այս մեկը մյուսը, բայց ես ասեմ ժողովուրդ դա տենց չի։ Այդ ադրբեջանցիները ոտները պիտի ջարդվի ստեղ, այդ ադրբեջանցիները գլխին պիտի սարքվի ստեղ, որ մի հատ ադրբեջանցի հենց գլխին մի հատ տվա, արդեն ոչ թե սրատված խոստումները, այլ գնա Բաքու կամ Ադրբեջանում խաբար տանի դեղ հասցնի, որ չէ ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի հանրության ժողովրդի հետ կապ չունի։ Ադրբեջանցին ով է, որ այս պարագայում գա ստեղ մայր Հայաստանում ման գա, հələ բերանն էլ բացի մի երկու բառեր խոսի իր պատմական հայրենիքի համար։ Ամոթանք մեզ բոլորից, չէ։ Բա մեր քաշ որդիները, մեր հերոսները կամ մեր հայությունով, մեր պատկանելությունով, ազգային պատկանելությունով որպես հայ։ Մեկ իրավունք ունեք թույլ տակ այդ զիբիլները, այդ որ ասում այդ սրիկաները գան մեր հողի վրա, հələ մեր հողի մել այդ անունները փոխելով կամ էլ իրանց պատմական ինչ որ սուտ թեզերով ներկայացնեն։ Չէ, դե մի տեսնում եք ապագան ում մասին, ում ապագայի մասին է խոսքը գնում։ Տեսնում եք ադրբեջանցին է գալիս խոսում մեր ապագայի մասին, բայց իրենց որ ասում է տիրապետության հիման վրա։ Իշխանություն չունենք, ղեկավարներ չունենք, ազգային ժողով չունենք, ոչ մի արժանապատիվ ղեկավար չունենք, բոլորը խայտարակություն են մեր ազգի համար։ Այն ինչ այսօր մեկ ականատես եք տեսնում եք, հասարակ ժողովուրդը, հասարակ ես որպես հայ ազգի ներկայացուցիչ ամոթից գետինն եմ ուզում մտնեմ։ Հասարակ մարդն է ամաչում իր հողում, իր տարածքում, իր հայրենիքում։ Այն ինչ ամոնում վաղվա ապագայի մասին խոսելու։ Վաղվա ապագա մենակ կարանք արժանապատվությունով ձեռք բերենք։ Վաղվա ապագա մենակ կարանք այտենց ադրբեջանցիներին տենց սուտ թեզեր, որ գալիս է մեր հողում սատկացնելով, որ ասում վրեժ խնդրով կարանք մենք մեր վաղվա ապագան որոշենք։ Այո, տենց եմ ասելու, որովհետև Արցախահայությունը այն իրավիճակում, որ դուրս է եկել Արցախից, այդ սրիկաների ցեղասպանությունից մի ձևի փրկվելով ու եկած այսօր մայր Հայաստանում մի ձևի զորով, որ ասում եմ հացի փող փայթայթելով աշխատելով ապրում է ու տեսինչ որ ասում եմ հա բրգված իրավիճակ է սրանց կողմից տալիս են ինչ որ հնարավորություն ադրբեջանցիները գան ստեղ արցախցիների աչքի առաջ կամ մեր հայ ժողովրդի աչքի առաջ
Էձևի նմանատիպ պահված ցուցաբերեն։ Էտա ձեր հայ լինելը, էտա ձեր հայ արժանապատվությունը, էտա ձեր վաղվա լավ ապրելու կամ էլ ինչ որ բաների ապագաների մասին խոսելը։ Այս սերիկաներ, ամոթից գետինի չեք ուզում մտնեք արա։ Թուրքը եկած ձեր հողում, ձեր մեր հայրենիքում ինքը իր առավելությունն է ստեղ բացատրում ու ստեղից ուղերձ է ուղարկում իրեն հայրենակիցներին, իրենի մնացած սերիկաներին, որ տեսեք ոնց է, մենք ստեղ ազատ ենք, ուրեմն որ այս կարգավիճակում կարողանում ենք գան, Ալիևի ասած, որ տանկերով չեն գալու, ավտոներով են գալու, ոտով են գալու, բայց ով է դա թույլ տալիս, ներկա իշխանությունը չէ, ներկա ղեկավարներն են, չես վախկոտները, որ բերին մեզ այս օրին հասցրին, բա մեր նման ժողովրդին կարելի էր այդ իրավիճակին հասցնել, որ թուրքը գա մեր հողում, մեր տարածքում բերանը բացի բառեր օգտագործի։ Ստեղ ինչ ասելիք կա, նորից եմ ասում, դրանց ամեն գալը ստեղ այդ թուրքերի հետ, այդ մեր պատմական թշնամու ոտը դնելով ստեղ, այդ ոտը պիտի ջարդվի, այդ գլուխը պիտի ջարդվի, թուրքեն ձևի վախկոտա մի երկու անգամ տես բան անեք 1000 տարի էլի ոտը ստե չի կողելու, այդպես պիտի վերաբերվես։ Դու կարող ես այսօր գնաս Բաքվում կամ Ադրբեջանի տարածքում ման գաս կամ ինչ-որ բան ասես։ Հələ մի հատ Արցախի մասին խոսենք։ Արցախցիները իսկի հետ չեն կարող վերադառնան իրենց պատմական պապական հայրենիքը, իրենց սրբավայրը։ Դու այսօր թուրքին ես բերում ես հողում, այդ թուրքն իր բաներով վրա պատմելով ներկայացնելով, որ սա ադրբեջանական պատմական մեր տարածքներն է, մեր հողն է։ Դուք պատկերացնում եք ժողովուրդը ինչ աբսուրդ է գնում։ Սրանք իրենց դավաճանության, իրենց սրիկայության, իրենց հանցագործության հիման վրա մեզ բոլորին տանում են խայտարակում, կրկնապատիկ խայտարակում։ Մեզ բոլորին տանում են կրկնապատիկ դավաճանություն։ Երևի բոլորիս համար դավաճանություն եմ համարում, եթե թուրքը գտնվում է մեր հողում ու նա խոսում է այս հողի իրեն պատմական հայրենիքի մասին, դա մենք ով ենք այսօր։ Ինչ ենք այսքան լռում կամ հանդուրժում կամ ինչ որ վաղվա օրը սպասում ենք, որ մեկի տեղ արդեն հազարները լինեն, կամ էլ 100,000-ավոր, ոնց որ իրենք ասում են, եսեք մենք սպասում, եսա կբերեն մի քանի բաներ կբերեն, են եկողները հաջորդ անգամ ալյուրել կբերեն, կոնֆետ կբերեն, շոկոլադ կբերեն, կոկա-կոլա կբերեն, կտան ձեզ կլռեք սաղը, հա, եսա մեր արժանապատվությունը։ Նայեք տեսեք Բաքվի բանտում ոնց են դատում մեր հայրենակիցներին, Ռուբեն Վարդանյանի նման տղունարա դատում է սրիկա թշնամին, ունդեղից մարդ եկած ստեղ բերանը բացելով ինչերից է խոսում, մենք այդքանին հանդուրժում ենք կամ այդքանին հարմարվում ենք, բոլորիս համոտ, ազգային համոթանք է սա, ազգային խայտարակություն է սա, ուրիշ բան չկա ասելու, ամեն անգամ որ սենց էմոցիոնալ կամ որ թողված խոսում եմ, միշտ մարդիկ ասում են, արա չեմ կարողանում, հասկանում եք դուք, ես գիտեմ թե ինձ նման մարդիկ շատ կան, չի կարելի դրան հանդուրժել, չի կարելի այս իրավիճակին սենց հարմարվել, որ հարմարվում ես, դու էլ ես հետը դառնում այդ նույն դավաճանը, որ հարմարվում ես, ուրեմն դու գիտակցաբար արդեն ընդունում ես դա, ուրեմն դու դա ճիշտ ես համարում։ Մենք չպիտի գնանք այդ խաղերին, այս սա խաղեր է, սա մեր գլխին նոր որ ասում եկա մեր աղետ են բերելու սա։ Որտեվ գալու է մի հատ իրավիճակ, որ ուզես չուզես դու պիտի գնաս մի հատ քայլի, դու պիտի գնաս մի հատ արարքի, ուրիշ ձևի չկա, քո արժանապատվությունը դու ինքնասիրությունը պահպանելու համար կամ վերականգնելու համար պիտի անես, որովհետև ինքը պատմական թշնամի է, պատմական թշնամու հետ ոչ մի ձևի էլ որ ասում բան չի լինելու մինչև մեր արժանապատվությունը չվերականգնենք։ Այս ժամանակի ընթացքում դրա համար են բոլոր մերեն քաջորդիները, որ համարձակ դուրս են գալիս, բարձրաձայնում են, ստեղի մեր երկրի, մեր ազգի կարևորությունը ճնշում են, բանտարկում են, կամ էլ ինչ-որ շինցու գործեր են գլխներին սարքում։ Դրա համար եք անում, որ հանգիստ կարաք դուք այդ թուրքեր հետ ձեր առևտուր անեք կամ էլ ձեր գործերին բանը ծրագրերին տանեք միասնական տանեք միջև վերջը հարցնեք, հա։ Արցախի հիմնախնդիրը դրա համար եք ուզում փակեք։ Արցախի ժողովրդի հետ վերադարձի իրավունքը կամ Արցախի հայկական լինելու բարձրաձայնելը կարևորացնելու դրա համար եք ճնշում մեզ, դրա համար եք բանանում, ուզում եք հարցը փակեք։ Չի ստացվելու ոչ մեկիդ մոտ, ոչ մի ձևի չի ստացվելու։ Մենք ընդհանուր մի հատ ժամանակահատված այսա կտենակ ինչ փոփոխություններ կամ ինչ կլինի, դրանից տեսնեք ինչ վերածնունդ է մեր ազգի մեջ արթնանալու, ու այդ վերածնունդը լինելու ընթացքում սաղին, որ ասում ով լինի չլինի, սաղ պատժվելու են։
Սաղ պատասխան են տալու։ Ոչ մեկը թող չմտածի, որ կարող է իրեն արած ամեն մին նիգադյա սրիկա հանցանքի համար ինչ որ խուսափելու մի հատ տեղ ճարի կամ ինչ որ արդարացնելու բառեր կամ ինչ որ բանը կարող է իրեն օգնի։ Ոչ մեկը չի օգնելու։ Այսօր ով առաջնագծում պայքարում է, այսօր ով այդ հարցերը բարձրաձայնում է, այսօր ով իրեն պատրաստականությունով ամեն ձևի խանգարում խոչընդոտում այս թուրքացման սրանց ծրագիրը, վաղվա օրը նրանք են ունենալու ասելու բան, վաղվա օրը նրանք պիտի ամեն ձևի որ ասում եմ այս երկրի կամ այս հայ ժողովրդի այս իրավիճակում հարցի լուծումների ճանապարհային քարտեզները բոլոր ամբողջովին համ ականատես լինեն, համ մասնակից լինեն, համ դերակատար լինեն։ Այդպես չլինի, որ ինչ որ ժամանակահատվածում ահագին ժողովուրդ, ահագին մասսա պայքարում կամ բանանում Այն կարևոր ժամանակ, կարևոր ինչ-որ դերակատարության կամ փոփոխությունների ժամանակ մեկ էլ տեսնում ես տեղից ինչ-որ կերպարներ են ծնվում կամ էլ կերպարներ են բանանում մի հատ էլի սրանց նման խոստումներով կամ ինչ-որ հալավելի կրկնապատիկ խոստումներով։ Տես բան չպիտի թույլատրենք, տես բան չի լինելու։ Դրա համար այսօր է պետք աշխատել, դրա համար այսօր է պետք այդ քայլերը անել, դրա համար այսօր է պիտի այդ համարձակությունը ունենանք։ Վերջի վերջո ազգ ենք, չէ, վերջի վերջո մի հատ ազգային պատկանելիություն ունենալի ձևի հոզոր ազգի պատկանելիություն, հազարամյա տարիներ պատմություն ունեցող ազգը, այսօր եկած ինչ որ թուրքի դեմ կամ էլ ինչ որ թուրքանպատակ sense ղեկավարների մոտ բան եք անում, մտածում եք անեք չանեք, գնանք չգնանք, բողոքենք չբողոքենք, այտենց հարցը չի լուծում, այտենց հարցը չի լուծվելու։ Տենց էլ որ գնաք ընտրությունների նույն ձևակերպումն ալնելու, էլ նույն արդյունքներն ալնելու։ Կար ժամանակ, քիչ ժամանակներ ունենք, կար ժամանակահատվածում պետք է ամեն ձևի համախմբված բոլոր հարցերը, բոլոր տարաձայնությունները մի կողմ դնենք։ Ինչ է ստիպում, որ տարաձայնությունները այսքան ժամանակա չեն կարող համախմբել մի հատ ազգային հզոր բան, ուժ ձևակերպվի։ Ձեր անձնական հարցերն է, ուրիշ ոչ մի բան չկա։ Ամեն մեկը ձեզանից մի բան եք երևակայում կամ ներկայացրել, հիմա այսօր եկած ոչ մնաց ուրիշներին եք թողում այդ հարցերով խորանախ բանանեն, մնացածին էլ որ ասում եմ, չեք էլ աջակցում կամ չեք էլ ընդհանուր մի հատ հարթակ ձևակերպում, որ բոլորս միասնական աշխատեն։ Անձնական խնդիրի մենք այսօր ունենք այդ ձևին, մենակ անձնական խնդիրներ։ Ձեր անձնական խնդիրների հիման վրա ազգը ամբողջովին տուժվել է։ Ձեր անձնական խնդիրների հիման վրա ամբողջովին մենք տարբեր ոլորտների տարբեր ուղղության վրա գնացել է ձախողումների բոլոր նախաձեռնությունները։ Ահագին մարդիկ էլ տուժվել են դրա համար։ Չի կարելի այս ձևի իրավիճակը թողել, որ կրկնապատվի։ Փոքր երկիրային տեսնում եք ով իրանից ինչ է ներկայացնում։ Ներկայաշխանությունը հասկացաք, սրանք սրիկաներ են, սրանք նիգադյաներ են, սրանք տարել են մեզ պարտության, սրանք տարել են մեզ ամեն որ ասում ամենավատ բաները մենք սրանցից արդեն ստացանք։ Այսօրվա իրավիճակում ինչ է մեզ խանգարում, որ շուտապույտ մի ուժի կողմին հավաքվենք կամ էլ մի երկու հատ հարթակ ձևակերպի ազգային համախմբվածություն ձեռք բերենք։ Ինչ է խանգարում։ Փողերն է խանգարում, շահերն է խանգարում։ Հերիք է էլի Սուրբ Արցախ ենք հանձնել, այնքան երեխեք են զոհվել, այնքան մարդիկ են այսօրվա իրավիճակում, ծանր իրավիճակում հայտնվել, մի ձևի պիտի չէ այս իրավիճակը փոխվի։ Նույն խոսքերը ուղղում եմ Սփյուռքին էլ։ Սփյուռքը ամբողջ հայությունը այսօրվա իրավիճակում պիտի ներգրաված լինի Մայր Հայաստանում այս իրադարձություններին։ Կոչերով, խորհուրդներով կամ էլ ինչ-որ ուղերձներով, դու ոչ մեկի պետք չի ձեզ խորհուրդները, ձեր կոչերը։ Հենց եկեք բոլորս տեղ, հենց եկեք ձեր մայր հայրենիքը։ Հենց եկեք միասին ժողովրդի մեր ձեր մտքերն էլ առաջնագծում կառնեք, արեք ամեն ինչ։ Միջև երբ միջև էլի մի հատ հաջորդ աղետին, այնա սրանք էլ ամեն ձևի առիթ օգտված, ամեն ձևի այդ գործերը, այդ բաները թուրքացման ծրագրերը իրականացնում են։ Ինչ որ ընտրությունների եք հույսները դնում։ Ընտրություններ միջև ընտրությունները պիտի այն ձևի աշխատենք, այն ձևի հանրային որ ասում եմ բան ձևակերպի, որ այդ ընտրություններում էդի ունենա ուժը արդեն հաղթանակ։ Մի շաբաթ մնացած 20 օր մնացած գալու եք ընտրություններում ինչ որ նոր բաներ ասելով կամ ոչ մի նոր բան չկա, բոլորս եք գիտակցում եք, բոլորս էլ տեսնում եք ինչ ուղղության վրա է գնում, ինչ ենք անում։ Այնա տեսեք եկեղեցու նկատմամբ ինչ է կատարվում։ Էլի շարունակական։ Իշխանության ներկայացուցիչ գնում է եկեղեցի, սպառնում է եկեղեցականին։
Ele մեծ զիբիլ, որ իրանից կյանքում ոչինչ բանել չի ներկայացնում։ Ինել է մարդը, որ բանը իր կրթությունն է, իր ամեն ձևի, որ ասма բանը ստացել է Թուրքիայում։ Այն մարդը, որ այսօր Թուրքիայի մասին մայր Հայաստանում ավելի շատ բան է խոսում, չեմ իր սեփական ազգի մասին։ Նրա շահերը ավելի շատ է այստեղ առաջ տանում, չեմ քան իրան սեփական ազգին։ Այդ ձևի ներկայացուցիչների վրա եք հույսները դնում վաղվա ապագային։ Կամ էլ մնացած են ներկայացուցիչները, էլի ղեկավար գոչացյալները, որ մի հատ մարդ չկա, մի հատ ղեկավար չկա, որ կարաս Թասիբով անունը տաս, կարաս արժանապատիվ անունը տաս։ Մի հատ սաղն էլ խայտարակ չի։ Սաղն էլ խայտարակում, ուր որտեղ գնում են խայտարակում, մեր ազգը, մնացածի համար նորմալ է, մեր ազգի մասին եմ խոսում։ Բայց մեր ազգի պատկանելիությունը էս ոնց դարավ, որ այսքան հարյուրամյակները միշտ հպարտացել ենք մեր առաջնորդներով, մեր որ ասма հոգևորական այդ ուղղությունն է, մեր ամեն ուղղությամբ, ամեն ոլորտում միշտ հպարտանում ենք, որովհետև ունեինք ամեն ոլորտում էլ կան այդ ձևի հզոր մարդիկ կային։ Բայց այսօր ումով հպարտանանք, ինչով հպարտանանք։ Բոլորը մի մասը կամ լռած է, մի մասը կամ փողի մեռած է, մի մասը փողով տրված է, վաճառված է, մի մասն էլ փորձում է, որ այս իրավիճակից մի ձևի դուրս գան, ցավոք սրտի դեղել կա ինչ-որ ասма ազնական խնդիրները, ազնական հարցերը, որ մեկը մեկի հետ հաշվի չի նստում, չի բանակցում կամ ճանապարհ չի գնա, բայց ոնց դարավ դուք որ ժողովրդի մասին բոլորը մտածում եք։ Ժողովրդի մասին մտածողը ազնական հարցը առաջնային կդնի, իր շահերը առաջնային կդնի, բայց սրանք են իրաց փրկության համար, իրաց ազգը դրել են, պետությունը դրել են սեղանին։ Իրենց փրկության համար սրանք այնքան մեծ վախ ունեն մեջները, որ իրենց փրկության համար սեղանը մեզ բոլորից դրած է սեղանին։ Ու այդ առևտրի մաս ենք մենք դարել արդեն։ Ամաչում էլ ես դրա մասին խոսես։ Այս 2-3 տարի գերիներին դատում են դեղ։ Ինչքան հնարավորություն ունեինք այդ գերիներին ազատագրելու։ Այո, ունեինք բոլոր այդ հնարավորությունները։ Սրանք որ գնում են այդ քայլերին խաղաղություն կոչեցյալով կամ գնում են այդ բարեկամության կոչեցյալով, այդ այն հնարավորությունները, որ այդ պարագայում մենք այդ արանքում մենք կարայք այդ գերիներին ազատություն նվիրեինք։ Բայց չարեցինք, չէ, որովհետև ինչի համար չարեցին, որովհետև սրանց զերատալիս նրա հենց այդ միասին ունեն համագործակցում են։ Ու մեծ սուտ բաներ ներկայացնելով այդ գործերը կամաց-կամար իրականացում է։ Արցախի հիմնախնդիրը երկրորդական հարց է դարել արդեն։ Արցախի ժողովրդի հետ վերադարձը երկրորդական հարց է դարել։ Վախում են արդեն Արցախի մասին խոսելու, արցախցիների մասին խոսելու, Արցախի մասին վախում են խոսելու, դու պատկերացնում եք։ Ես այս վերջի ժամանակները խորը ուսումնասիրելով այդ ծրագրերն այդ հետագա որ ասում եմ այդ փոփոխություններն թե այս ներկայ իշխանության, թե ընդհանուր տարբեր ծրագրեր ընդդիմադիր դաշտերում բանում Արցախի մասին ընդհանրապես շատ կարճ է խոսացվում։ Հա գիտեմ կա պահեր որ ասում են հետո կգան կլիկ ժամանակի ընթացքում այդ հարցը կարևորացնենք այս մեկ էմուս, բայց ես ասում եմ Արցախի հիմնախնդիրը փակել են սրանք, դրա համար սրանք պարտված են։ Ով էլ այսօրվա պարագայում Արցախի մասին չխոսա, չբարձրացնի, իրենք էլ են պարտված։ Արցախը ամենահզոր զենքն է։ Արցախն ու եկեղեցի մեր այսօրվա ամենահզոր զենքն է, որ այս տարածաշրջանում մենք կարողանանք նորից կարևորագույն դերակատարություն ունենանք։ Հիմա այդ համարձակությունը պիտի լինի, չէ՞։ Հիմա այդ ժողովուրդը մեր հանրությունը ուզում է համարձակություն տեսնի։ Ուզում եմ տեսնեին առաջնորդներին կամ էլ այն մարդկանց, ովքեր ամեն ձևի համարձակ, պատասխանատու այդ ներկայացնելով գնում ենք մենք այդ քայլերին։ Այդ ենք ուզում տեսնենք, ստեղ ուրիշ բան չկա ասելու։ Մնացած հարցերի հետ կապված, այս վերջի ժամանակները հաշվի առնելով այս փետրվարը էլի մեր համար ծանր աղետի օր ա եղել Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի հետ կապված։ Այդ որ նստում խոսում են տարբեր հետ վերադարձի կամ էլ ադրբեջանական ինչ-որ բաների մասին, Նիկոլ, այն Ալիևին այս Բաքվի Սումգայիթի 500,000-ից ավել մարդ է դեղից փախստական, էլի փրկվելով դեղից։ Չէ, կարում մի օր դրանց ասեք կամ աշկարա համես բառերը ասում եմ, համել ասում եմ ում եմ ասում Նիկոլ չես կա, բայց որ չի կարում էլի որ կարա կասեիլ էլի, կամ էլ որ կարար մի բան այս ժամանակահատվածում կաներ էլի, որովհետև ասողը ինքը չի, իրեն են ասում ինչ արա։ Ինքը արդեն այդ դիրքը չունի, ինչի էլ ունեցել, որ ունենար մի բան մեր ազգի համար, որ ասма շահավետ կլինի, մի բանում մենք առաջ կլինեինք, չեն կարողանում, սրանք ասող չեն, սրանք անող են, ասողները ուրիշ են։
Նրանք էլ ասում են, սրանք արդեն անում են, դե արդեն հարաբերությունները գիտեք, չէ, ասողի դերակատարությունը ոնց ալնում, անողն էլ ինչ կարգավիճակում ալնում։ Ու ես անելով սրանք, այս է շարունակական գնալու է, մինչև այս երկրում մի նոր փոփոխություն չլինի, մի նոր ղեկավարներ չգան։ Մենք չենք ուզում, անձամբ ես ուզում եմ իմ Սուրբ Արցախս, անձամբ ես ուզում եմ հետ վերադարձ իրականություն դառնա, անձամբ ես այդ հարցի նկատմամբ, որ միշտ բարձրաձայնում խոսում եմ, ես դրան հավատում եմ, որովհետև դա տեսել եմ, դա անցել է, մենք այդ տեսել եք այդ ծանր ժամանակահատվածում էլի Արցախը ոնց է վերականգնել իր հայկական լինելը, ոնց ենք մենք արդարացրել մեր հայ արժանապատվությունը, այսօր մենք զոհ ենք դարել ղեկավարության հիման վրա, որ նորմալ առողջ ղեկավար չունեինք, որ առաջնորդ չունեինք, տղավարի ղեկավարներ չկար, խոսքի տեր կաղնող ղեկավար չունեինք, այդ դրա համար ենք պարտվել, այդ դրա համար ենք, որ ասում այս աղետը մեր գլխին եկել, ու սա էլ իր նման մարդիկ է հավաքել, տարբեր տեղեր նշանակել է, տարբեր պատասխանատու ոլորտում նշանակել է, դրա համար իր նման մարդկանց նմանատիպ մարդիկ ղեկավարելով տարբեր ոլորտներ, էլի նույն պարտությունն է, էլի նույն խայտարակությունն է, վերցրու այդ բժշկական կենտրոններում հիմա ինչեր է կատարվում, ինչ ամեն օր մի հատ ահռելի իրավիճակ է, վերցրու տարբեր ոլորտների ուղղության տնտեսության զարգացման վրա ահռելի մի հատ իրավիճակ է, որովհետև տեսնում եք ով է դրա ղեկավարը, խոսքի պատասխանատուն, ինչ ղեկավարներ կա, որ ոլորտում կա, բացի իրենց խոսելով, ուրիշներին քննադատելով, ուրիշներին մեղադրելով, դուք պատկերացնում եք սրանք այնքան են այդ վերին աստիճանի մարդկային այդ իրական բանից էլի, որ ասում է անցել, որ չունեն դրանց մեջ, որ իրենց մեղքերը գործած, իրենց մեղքը, իրենց պատճառով ահագին 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ տուժված, իրենք ուրիշներին մեղադրում են։ Դու գիտեք, չէ՞ խնդիրը պատճառը ինչի մեջ է, անպատիժ լինելուց։ Մարդ ինչքան անպատիժ է մնում, այնքան ինքը իր օրեցօր բանով ավելի է հաբրգվում, ավելի է տուժում մարդկանց, ավելի է ինքը իր վրա զգում, որ ասում է, անպատիժությունը սարսափելի բան է։ Անպատիժ լինելուց մարդիկ կորցնում են ամեն ինչ։ Հիմա սրանք լինելով երկրի ղեկավարներ, անպատիժ լինելով, մենք արդեն ազգություն ենք կորցնում, երկիր ենք կորցնում, մի մասը կորցրել ենք արդեն։ Հիմա շարունակական նորից գնալով կամ հավատալով կամ սրանց մենք պիտի իրոք մեր ազգի կերպարը վաղվա օրը ուրիշ ձևի է լինելու, ժողովուրդ, եթե այս ընտրություններում սրանք ինչ որ հաջողվի վերընտրվելու, մեզ վաղը ուրիշ աչքով են նայելու որպես ազգ, մեզ ուրիշ ձևի են դիմելու, մեզ որպես ազգ ուրիշ ձևի են ընդունելու, մենք միանգամից փոխելու ենք մեր ազգային կերպարը, դուք հասկանում եք։ Այն էլ հայը չի լինելու, այն առաջվա միշտ հայը, որ միշտ աշխարհով մեզ ասում էին հայը լինելը դա հպարտություն է, ուրիշ ազգերի մասին եմ խոսում, որ հայը հետ ծանոթանալ իրենց համար ամեն ձևի հպարտություններ, փոխվելու է դա, ուրիշ ձևի են մեզ նայելու, ուրիշ ձևի են վերաբերվելու, ամեն մեկը տունեք այսօր հասկանալու, գիտակցելու ազնական ձեր էությունը, քո կերպարը ամեն մի մարդ, ում ես ուզում վաղը քեզ տեսնես, որ կերպարով, քեզ ունես մենակ մի հատ ընտրություն, էս էլ է կռիվ ժողովուրդ, էս էլ է կռիվ, բայց դա ավելի վտանգավոր կռիվ է, քան իրական այն պատերազմի ժամանակ, որովհետև դեղ գիտես թշնամի տովա միանգամից բայց ես հանրության մեջ չգիտես որտեղից սպասես, ով քեզ կխփի, կամ այս ավելի ահավոր իրավիճակում ենք, այս պատերազմը, դա պետք պիտի ինքնամաքրվենք, դրա համար պիտի վերածնվենք նորից, ուրիշ ձևի չի լինի, ափսոսեք ձեր երեխոցը, մեղք են այդ երեխեքը, վաղը թող այդ երեխեքը լավ հայի կերպար ունենան, լավ հայ արժանապատիվ հպարտության ազգություն ունենան։ Մենք բոլորս այդ երեխոց համար ենք մտածում, չէ՞։ Հիմա այդ վաղվա երեխեքը մեզ որ չքննադատեն, հավասար դավաճանության բանին չհասցնեն։